Նախորդին մեկնարկած 9-րդ գումարման առաջին նստաշրջանում խորհրդարանը շարունակել է քննարկել Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն արդեն իսկ օգոստոսի 2-ին տեղեկացրել էր, որ իրենց խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանին։ Ելույթների եւ մտքերի փոխանակումից հետո Ազգային ժողովի խմբակցությունները հանդես եկան հայտարարություններով։ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը բոյկոտում է եւ չի մասնակցելու Ազգային ժողովի նախագահի ընտրությանը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հայտնեց, որ դեմ են քվեարկելու ՔՊԻ կողմից առաջադրված թեկնածուին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից հանդես եկող Արայիկ Հարությունյանն էլ վերահաստատեց՝ միաձայն աջակցելու են Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։ Խմբակցությունների հայտարարություններից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հնչեցրած տարատեսակ քննադատություններին, Ազգային ժողովի նախագահի թեկնածուի քվեարկությանը նախորդած քննարկումը որակեց ստացված, առանձնացնելով որոշ բացառություններ։ Ես ասում եմ, ֆունդամենտալ խնդիրը ըստ իսենա, որ ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները կամ չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Հիմա տարօրինակ զուգադիպությամբ Պարոն Կարապետյան, ձեր խմբակցության անդամներից մեկը, նույն այն անդամը, որը 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը անվանում էր թուրք-ադրբեջանական, էլ եկավ այս ամբիոնից, ասաց, որ Հայաստանում կառավարության ղեկավարին Ադրբեջանն է նշանակել, Ազգային ժողովի ղեկավարին էլ ուզում է Թուրքիան նշանակի։ Այսինքն սա իմ հանդեպ չի վիրավորանք։ Սա վիրավորանք է այն 720,000 քաղաքացիների հանդեպ, որոնք քվեարկել են քաղաքացիական պայմանագրին եւ հետեւաբար մանդատ են տվել քաղաքացիական պայմանագրին նշանակել վարչապետ եւ ընտրել Ազգային ժողովի նախագահ։ Ռուբինյանի եզրափակիչ ելույթից հետո Ազգային ժողովի նախագահի ընտրության հաշվիչ հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագրի падգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարեց փակ գաղտնի քվեարկության վայրի եւ ժամի մասին։ Քվեարկությունը տևեց 45 րոպե, որից հետո Մինասյանը ներկայացրեց ընտրության արդյունքը։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ Ազգային ժողովի արդեն ընտրված նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընտրության արդյունքի հրապարակումից հետո հանդես եկավ կարճ ելույթով, նշելով. Շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ իմ օգտին քվեարկելու համար, սա ինձ համար մեծագույն պատիվ է եւ ես ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին եւ ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահ։ Այնուհետև Ռուբինյանն անցավ իր պարտականությունների կատարմանը։ 9-րդ գումարման խորհրդարանը շարունակում է աշխատանքը օրակարգում Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության հարցն է։ Քաղաքացիական պայմանագիրը երկու փոխնախագահների պաշտոնին առաջադրել է Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը, իսկ Ուժեղ Հայաստանը առաջադրել է երրորդ թեկնածուին՝ նա Արամ Վարդևանյանն է։